Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հոկտեմբերի 11-ին Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է եղել։ Վիրավորը ծայրահեղ ծանր տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն, որտեղ էլ ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ ժամանել են նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության աշխատակիցները վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ տեղում են նաև բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում ու դրսում տարբեր հատվածներում հայտնաբերել են առնանման հետքեր։ Հայտնաբերել են նաև ենթադրյալ կասկածյալին, նա տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին։ Հավաքվածներն էլ նշել են, որ սպանվածը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի կնքահայրն էր։ Հիշեցնենք, որ ողբերգական վթարը հոկտեմբերի 7-ին էր տեղի ունեցել։ Բախվել էին Զիլն ու Մերսեդեսը, Զիլի վարորդն ու Մերսեդեսի 20-ամյա ուղևորը տեղում մահացել էին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ Արամուսում հանգստյան օրերին տեղի ունեցած ամբողջ հանրապետությունն է ցնցել։ Կոտայքի մարզի 61-ամյա բնակիչը ինչ-որ հարցերի շուրջ հոկտեմբերի 12-ի առավոտյան վիճել է իրեն հարևան արամուսցի ամուսինների հետ։ Հետո իմանալով, որ նրանք դաշտում են, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը վերցրել է, մոտեցել նրանց, գրակոծներ արձակել, հետո էլ դիմել փախուստի։ Բազմաթիվ պարեկներ ու ոստիկաններ էին ժամանել, մոտ 1.5 կիլոմետր որոնողական աշխատանքներ են կատարել, հետո հայտնաբերել ամուսինների դիերը։ Տեղում էր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Ժամանած շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ եւ տղամարդու մահը։ Իրավապահները գործակցելով միմյանց հետ հայտնաբերել ու վնասազերծել են Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին։ Նա ձերբակալվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Եգիպտոսում է Ամերիկայի նախագահ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահի հրավերով մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Եգիպտոսում է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Ադրբեջանական մամուլը գրում է, որ Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել Շարմ էլ-Շեյխում անցկացվող խաղաղության գագաթնաժողովի ընթացքում, այնուհետև նրանց միացել է նաեւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ 2024 թվականի դեկտեմբերին Պապիկյանը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության առաջնահերթություն է համարել ռազմական կրթությունը, մարտական պատրաստությունը եւ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության շրջանակներում վարժանքները, պրոֆեսիոնալ սերժանտների եւ հրահանգիչների հմտությունների զարգացումը, Հայաստանի զինված ուժերի ուսումնավարժական ներուժի ստեղծումը։ Տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության բարգավաճման ու գործակցության ապահովման նախաձեռնությունների ամրապնդումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում գործակցության զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ այս համատեքստում աճում է 3+3 տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի արդիականությունը։ Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ եւ այլ համագործակցության ձևաչափերը։ Թուրքական ընկերությունները Հայաստանում գործում են արդեն մի քանի տարի, սկսած 2012-13 թվականներից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարևորում է ներդրումների դերը տարածաշրջանում խաղաղությունը ապահովելու գործում եւ ընդգծում է, որ խաղաղության հաստատման եւ սահմանների բացվելու դեպքում ներդրումների աճը, այդ թվում թուրքական ընկերություններից, կնպաստի տնտեսական կայունության հաստատմանը։ Նա նշել է, որ առանց նման գործակցության եւ ներդրումների պետության զարգացման համար դժվար կլինի ապահովել կենսունակություն, ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը։ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, օրինակ կարող է որ ինչ որ մի հյուրանոց բացվել, ենթադրենք Հայաստանում որևէ երկրի, ասենք օրինակ թուրքական բրենդի, կարող է բացվել, ինչի չի կարող։
Սեպտեմբերի 10-ից Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնողներին ավելի խիստ են հսկում, եթե ավելի են մնացել արգելում են մուտքը, այս մասին հայտնել է հայկական Կարիտաս միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 դաշնային օրենքի նոր փոփոխությունները, ըստ որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում եւ բեռնափոխադրում իրականացնողներին։ Փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել նաև ապօրինի միգրանտների արտաքսման ռեժիմը կարգավորող օրենքը, ըստ որի խախտում թույլ տված օտարերկրյա քաղաքացիները ներառվում են հատուկ ռեեստրում։ Դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջել են իշխանություններից Ռուսաստանի Դաշնության հետ բանակցել ու փոփոխել իրենց Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու թույլատրելի ժամկետները։ Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզայի ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Տարվա վերջում մեր վարորդները խնդիր են ունենալու։ Դա մեր կառավարությունը չլսեցին, չէ՞։ Իրանք կարային դրա դեմը շլուտ առնեին, որ այս խնդիրը չլեր այսօր։ Հիմա հեսա գգա դիմացը նոր տարի, մեքենաները չեն կարեն բեռները բերեն, հեսա գնալով ապրանքներ կտանգանա։ Սա նաև ԵԱՏՄ համաձայնագրին է հակասում, որտեղ եթե մենք խոսում ենք ազատ տնտեսական ուրեմն գոտու մասին, գնալ գալու բեռների փոխադրելու մասին, ապա որևէ պետության օրենք չպետք է խոչընդոտ հանդիսանա առնվազն բեռների ազատ տեղաշարժի համար։ Բանակցությունների արդյունքում Գերմանիայի կողմից Հայաստանին կտրամադրվի 84.6 միլիոն եվրո դրամաշնորհ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի, քննարկումների հիմնական շեշտադրումը եղել է վերականգնող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։ Հայաստան-Եվրամիություն համատեղ կոմիտեի նիստում քննարկվել են վիզաների դյուրացման եւ Շենգենյան ընթացակարգերի բարելավման հարցեր։ Հայկական կողմը բարձրաձայնել է համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները, ընդգծելով հատկապես տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները, համաձայնագրով սահմանված կանոնների, պահանջվող փաստաթղթերի եւ վճարների միասնական կիրառման անհրաժեշտությունը։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2425 շահառու, վճարվել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14546 ընտանիք, վճարվել է շուրջ 10 միլիարդ 629 միլիոն դրամ։ Կառավարությունը աջակցության նոր ծրագիր է հաստատել նպատակ ունենալով խթանել հավաստագրված սերմերի օգտագործումը եւ բարձրացնել ցորենի արտադրողականությունը։ Ծրագրի համաձայն, եթե աշնանացանը կատարվում է հավաստագրված սերմերով, ապա յուրաքանչյուր մշակված հեկտարի համար կտրամադրվի 80,000 դրամի փոխհատուցում։ Ծրագրից օգտվելու համար մինչև նոյեմբերի 1-ը պետք է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։ Հայաստանից գյուղմթերք արտահանող Սպայկա ընկերության քրեական գործով Ռուսաստանի իրավապահները միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազությունն ըստ մամուլի, սակայն դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։ Սպայկայի ավելի քան 100 բեռնատար Ռուսաստանի տարածքում արգելափակված է արդեն մոտ 1.5 ամիս։ Ընկերությունը չի հայտնում, թե ինչն է իրավական գործընթացի պատճառը։ Գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելացել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում հոդվածը։ Հիշեցնեմ, ավելի վաղ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասում են, մեջբերում ենք դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը։
Լարված քննարկումներ են Կարմիր Սարում օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ խնդիրն այն է, որ Կարմիր Սարը ցեմենտի արտադրության մեջ օգտագործվող կրաքարի պաշարներ ունի եւ այսօր միաժամանակ հայտնվել է մի քանի հանքարդյունահանողների թիրախում։ Այնտեղ կան կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ, որոնց արկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։ Արարատի մարզի Կարմիր Սարին հարող եւ իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղերին սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական եւ սոցիոլոգիական խորը ճգնաժամ։ Քանի որ համայնքապետարանի հետ ունենք նախորդ լսնից հուշագիր, պայմանավորվել ենք, որ պետք է հանքի տարածքը բացառապես, որտեղ որ դուք շահագործելու եք հանքը, ոչ թե 54 հեկտար, այդ որտեղ որ լինելու է, այդ շահագործ լինելու է բացահանք, լինելու է երաշեյա կանոնչապատում, ընդգրկելով նաև երրորդ շարքի եւ առաջինից երրորդ շարքի բույսեր։ Ուժի մեջ է դա։ Արարատի մարզում ավտոգազալցակայաններից մեկը թաքցրել է իրական շրջանառությունը պետբյուջե չվճարելով շուրջ 10.5 միլիոն դրամ, սակայն նախնական քննության ընթացքում կատարված վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Հոկտեմբերի 8-ից 12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելիի չափը 1.1-ից 4.7 անգամ, առավելագույնը Նոր-Նորքում եւ Շենգավիթում։ Բոլոր վարչական շրջաններում հոկտեմբերի 9-ին գրանցվել են առավել բարձր ցուցանիշներ։ Ծծմբի երկօքսիդի գերազանցումներ արձանագրվել են մի շարք շրջաններում, այդ թվում Նուբարաշենում։ Միևնույն ժամանակ օզոնի եւ ազոտի երկօքսիդի գերազանցումներ չեն արձանագրվել, բացառությամբ որոշ օրերի աճի։ Արևմտյան երկրների որոշ գործողություններ վկայում են այն մասին, որ նրանց անհրաժեշտ է ոչ թե անկախ, այլ ենթամանդատային Պաղեստին։ Սա էլ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արձագանքն է։ Ըստ Լավրովի, պաղեստինյան պետության ստեղծման այլընտրանք չկա, հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա, իսկ Իսրայելը երկար տարիներ լուրջ չի ընդունել պաղեստինյան պետության ստեղծման չլուծված հարցի նշանակությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին վարչապետ է նշանակել Սեբաստիեն Լեկորնյուին։ Լեկորնուն ներկայացրել է նոր կառավարություն, ընդգրկելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ նախկին նախարարներ։ Ընդդիմությունը խոստացել է տապալել նոր կաբինետը, իսկ հանրապետական ներկուսակցությունը չի համաձայնել մասնակցել կառավարության ձևավորմանը։ Վարչապետը նշել է, որ կընտրի կուսակցական շահերից անկախ անդամներ եւ պատրաստվում է ներկայացնել 2026-ի բյուջեի նախագիծը։ Եվրամիության 7 երկիր ավելացրել է էներգետիկ ռեսուրսների ներմուծումը Ռուսաստանից։ Reuters-ի տվյալներով Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան եւ Հունգարիան 2024 թվականի համեմատ բարձրացրել են ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումները արժեքային արտահայտությամբ։ Օրինակ, Փարիզը ռուսական հումքի ներմուծումն ավելացրել է 40%-ով, իսկ Ամստերդամը 72%-ով։ Նոյեմբերի 1-ից սկսած Միացյալ Նահանգները Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 100% մաքսատուրք կսահմանի։ Չինաստանն էլ իր հերթին հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերի 1-ից արտահանման լայնածավալ վերահսկողություն կսահմանի սեփական եւ որոշ օտարերկրյա ապրանքների նկատմամբ։ Քայլը միջազգային մակարդակով գնահատվում է որպես ագրեսիվ եւ աննախադեպ։ Վերլուծաբանների կարծիքով քայլը կարող է խորացնել առևտրային լարվածությունը։ Հնդկաստանի լեռնային շրջաններում հսկայական սողանքը ոչնչացրել է հյուրանոց եւ մի քանի խանութներ, այս պահին վիրավորների եւ զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան։ Ամերիկայի արևելյան ափին նորեիստեր փոթորիկը խափանել է տրանսպորտը, բերելով հեղեղումներ, ուժեղ քամիներ եւ ջրհեղեղներ։ Ալյասկայի արևմուտքում Հալոնգ թայֆունի մնացորդները պատճառել են փոթորիկներ եւ կործանարար ջրհեղեղներ։ Իրականացվում են աշխատանքներ 20 անհետ կորածի մասին տեղեկություն ստանալու համար։ Հոկտեմբերի 13-ին 29-ամյա Արմենը Ford Fusion-ով Սիլիկյան թաղամասից դեպի հարավարևմտյան թաղամաս ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, հետո կոտրել ժամանակավորապես տեղադրված ալյումինե պարիսպը, երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին։ Մեկ հոգի տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, նոր կառուցվող թաղամասի անվտանգության աշխատակիցները։ Հետո շտապօգնությունը նրան տեղափոխել է Աստղիկ բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Եղանակը անձրևային է եղել, երևի դա էլ է նաև վթարի պատճառ։ Հոկտեմբերի 12-ին Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոցի խաչմերուկ ընթանալիս Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երկաթե էլեկտրասյանը։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարչարայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Նրանք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Կիայի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։ Այդ տեղեկությունը պարզվում է բարեկային ծառայության կողմից։ Հոկտեմբերի 10-ին Սպիտակ Վանաձոր ճանապարհին բախվել են 31-ամյա Լուսինեի Տոյոտան եւ 63-ամյա Հունանի վարած Սպիտակ Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար գազելը։ 7 հոգի տեղափոխվել է Սպիտակ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հոկտեմբերի 10-ին անհայտ անձը կամ անձին կոտրել են Արձանի բնակավայրի 10-րդ փողոցում գործող հայփոստի մասնաճյուղի դրամփականը, տակնու վրա անելուց հետո դրամարկղից գողացել գումար ու նաև հայփոստի աշխատակցին պատկանող գումարը։ Ընդհանուր առմամբ հափշտակել են մոտ 150,000 դրամ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանության Աբովյանի բաժնի, Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի քրեական ոստիկանները քննիչների հետ անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում հայտնաբերելու գողությունը կատարած անձին կամ անձանց եւ գողունը հայտնաբերելու ուղղությամբ։ Իսկ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները հանգստյան օրերին նույն ինտենսիվությամբ շարունակվել են։ Հրշեջներն ու Երևանի քաղաքապետարանի աղբանության եւ սանմաքրման հիմնարկի աշխատակիցները հետևողական աշխատանք են կատարել կրակի թաքնված օջախները հայտնաբերելու համար։ Աշխատանքներին տեղում հետևել են փրկարարչարայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ու հետո նաեւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի հանձնարարականով արդեն աղբավայրում տեղադրվել են մի քանի LED էլեկտրասյուներ եւ շարունակում է ամբողջ տարածքը լինելու է արտաքին լուսավորություն։ Երկհաղ լույսը արդեն բերել է համապատասխան էլեկտրասյուները, լարերը եւ սկսվել է աղբավայրի ներսում արտաքին լուսավորության տեղադրումը։ Հրդեհը հոկտեմբերի 12-ին ժամը 20-ին մեկուսացվել է, աշխատանքները շարունակվում են։